Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից եւ կալանքը կկրի տնային պայմաններում։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանը։ Միաժամանակ դատարանը 2 ամսով կալանավորել է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանին։ Ոստիկանները Երևանում 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամից ավելի մեթամֆետամին են հայտնաբերել։ Հուլիսի 8-ին Արշակունյաց Պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում իրավապահները ձերբակալել են 31-ամյա եւ 22-ամյա երիտասարդների։ Հուլիսի 10-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ծնողական ժամ կարգավորումը։ Աշխատող ծնողները աշխատանքային օրվա ընթացքում կարող են ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է քոլեջների եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը։ Այս տարի գործընթացը կազմակերպում է նորացված էլեկտրոնային համակարգը։ Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, եւս 19 անհայտ կորած են համարվում։ Նախնական տվյալներով զոհերից 4-ը բրիտանացի են։ Հարյուրավոր մարդիկ փորձում են տեղայնացնել հրդեհը, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով եւ տարածվել է շրջակա անտառապատ տարածքում։ Օրվա միջազգային լրահոսը։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը ազատ է արձակվել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից եւ կալանքը կկրի տնային պայմաններում։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանը։ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին խմբով եւ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խուլիգանության հոդվածով։ 2026 թվականի մայիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ կալանավորում էր կիրառել։ Միաժամանակ դատարանը 2 ամսով կալանավորել է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում գետից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի մարմինը։ Նախնական տվյալներով նա լողալու նպատակով ցատկել է ջուրը, գլխով հարվածել քարին ու խեղդվել։ Քաղաքացիները, այդ թվում հանգստի մեջ գտնվող 2 հրշեջ փրկարարներ, մինչև փրկարարների ժամանումը գետից դուրս են բերել երիտասարդի մարմինը։ Մահացածը Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Գառնիկ Ղն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները Երևանում 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամից ավելի մեթամֆետամին են հայտնաբերել։ Հուլիսի 8-ին Արշակունյաց Պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում իրավապահները ձերբակալել են Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։ Նույն օրը ձերբակալվել են նաեւ Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղությամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել թմրամիջոցը։ Այլ թեմաների անդրադառնանք, Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական EECOM ընկերության ներկայացուցիչները։ EECOM-ի թիմը ու Հայաստանի կառավարության գործընկերները ուսումնասիրել են թրիփի տեղանքը երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը։ Հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Հուլիսի 10-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ծնողական ժամ կարգավորումը։ Աշխատող ծնողները աշխատանքային օրվա ընթացքում կարող են ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Կարգավորումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատողներին։ Այն գործելու է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, իսկ գործատուն չի կարող մերժել ծնողական ժամի դրամադրումը։ Հայաստանում աշխատող ծնողների համար այսօրվանից գործում է նոր կարգավորում՝ ծնողական ժամ։ Այն հնարավորություն է տալիս ծնողին աշխատանքային օրվա ընթացքում որոշ ժամանակով բացակայելու աշխատավայրից առանց աշխատավարձի կորուստի։ Կարգավորման նախագիծը կառավարության մայիսի 21-ի նիստում ներկայացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև
18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն ծնողական ժամը կարող է օգտագործվել երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Կարգավորումը սահմանում է նաեւ բացակայության հստակ տևողություն։ Մինչեւ 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողը կարող է աշխատանքային օրվա ընթացքում բացակայել մինչեւ 30 րոպե։ 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողի դեպքում այդ ժամանակը կազմում է մինչև 1 ժամ, առանձին դրույթ է նախատեսված մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խոր սահմանափակում ունեցող երեխաների ծնողների համար։ Հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ անկախ երեխաների թվից։ Առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Կառավարության քննարկման ժամանակ նաեւ հստակեցվել է, որ կարգավորումը վերաբերում է երկու ծնողներին հավասարապես, այսինքն այն կարող է կիրառել թե մայրը, թե հայրը, եթե համապատասխանում են օրենքով սահմանված պայմաններին։ Միևնույն ժամանակ ծնողական ժամը կൂട്ടակային մեխանիզմով չի տրամադրվում, այսինքն աշխատողը չի կարող մի քանի օրվա 30 րոպեները հավաքել եւ հետո օգտագործել մեկ ամբողջական օր կամ ավելի երկար բացակայության համար։ Կարգավորումից օգտվելու համար աշխատողը պետք է գրավոր դիմում ներկայացնի գործատուին։ Նախարարությունը շեշտում է, գործատուն չի կարող մերժել ծնողական ժամի տրամադրումը։ Ծնողական ժամի ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը։ Գործավարձով վարձատրվողների դեպքում պահպանվում է միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների։ Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, ինչը նշանակում է, որ ծնողը ֆինանսական կորուստ չի կրում երեխայի հետ կապված պարտականությունները կատարելու պատճառով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, ծնողական ժամ կարգավորումը ուժի մեջ է մտնում հուլիսի 10-ից եւ գործելու է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է քոլեջների եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը։ Այս տարի գործընթացը կազմակերպվում է նորացված էլեկտրոնային համակարգով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից նշում են, դիմորդները այլևս ստիպված չեն լինի տարբեր գերատեսչություններից լրացուցիչ փաստաթղթեր հավաքել։ Անհրաժեշտ տվյալների մեծ մասը համակարգը կստանա ինքնաշխատ եղանակով։ Քոլեջների եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացն այս տարի ավելի է պարզեցվել։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով ընդունելությունը նախորդ տարիներին եւս իրականացվել է էլեկտրոնային տարբերակով, սակայն այս տարի համակարգում ներդրվել են տվյալների ճշգրտման եւ փաստաթղթերի ինքնաշխատ ստացման նոր հնարավորություններ։ Այս տարի մի փոքր ավելի զարգացրել ենք եւ տվյալների ճշգրտությունը ապահովելու նոր հնարավորություններ ենք համակարգում ներդրել, ինչպես նաև դիմորդներին կամ նրանց ընտանիքներին, ծնողներին ազատել ենք լրացուցիչ թղթեր տարբեր գերատեսչություններից անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց կարիքը կա փաթեթում ներկայացնելու համար հավաքագրելու անհրաժեշտությունից, քանի որ ստեղծվել է հնարավորություն բոլոր այն համակարգերը, որոնք թվայնացված են նաև այլ գերատեսչությունների կողմից, այդ համակարգերում առկա տվյալները փոխգործելիության շրջանակում հասանելի են նաև ընդունելության գործընթացի համար եւ քաղաքացիները այլևս ստիպված չեն լինելու հավաքագրել այդ փաստաթղթերը եւ ներկայացնել ընդունելության համար։ Այս տարվա համար արհեստագործական կրթական ծրագրերով նախատեսված է 3312, իսկ ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում եւս 800 տեղ։ Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ, 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար։ Գերակա ոլորտների համար շարունակում է գործել կրթաթոշակների ծրագիրը։ Կառավարության կողմից որոշ ոլորտներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարության ոլորտները ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ վերջին տարիներին եւ այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է
պետպատվերով թե վճարովի համակարգում բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակը, այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո ըստ իրենց առաջադիմության այն ուսանողներն որոնք ունեն բարձր առաջադիմություն պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավել։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով ծնողը կամ չափահաս դիմորդը կարող է ստեղծել անհատական հաշիվ, ընտրել ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը եւ ուղարկել հայտը։ ՄԿՈ հաստատություններ հայտագրումը երեխաների, այսինքն ընդունելության դիմումների ներկայացումը կարճ ասած հայտագրում տեղի ունենում նույն համակարգով, ինչը որ դպրոցների առաջին դասարանների պարագայում էր եւ ինչը որ տեղի ունենում նաեւ ավագ դպրոցների պարագայում։ Այսինքն մենք ունենք միասնական էջ, որը կոչվում է my.mis.am, եւ այնտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Այդ հաշիվը ունենալը հետագայում ծնողը կարող է տարբեր նպատակներով օգտագործել։ Պողոսյանի խոսքով համակարգն առավոտից աշխատում է անխափան։ Առաջին ժամերին արդեն ներկայացվել է շուրջ 500 հայտ, ինչը նախորդ տարիների առաջին օրվա ցուցանիշների համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Հայտագրման համակարգում այնտեղ հետ հաշվարկ է գնում, իրենց տրված է, որ դիմումների ներկայացումը մինչև օրինակ ոլորտային դեպքում մինչև հուլիսի 24-ը ժամը 18:00, իսկ ոչ ոլորտայինների դեպքում մինչև օգոստոսի 10-ը 18:00, այսինքն համակարգը ուղիղ 18:00-ին կփակվի եւ որևիցե մեկը չի կարողանա հայտ ներկայացնել։ Նախարարությունից ընդգծում են, շտապելու կարիք չկա, հայտերը կամփոփվեն միայն վերջնաժամկետից հետո, մինչև այդ դիմորդները կարող են չեղարկել ներկայացված հայտը եւ նոր հայտ ուղարկել այլ մասնագիտությամբ։ Թվայնացված համակարգը հնարավորություն է տալիս նաեւ կանխելու երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքերը։ Սվաջյանի խոսքով հիմնական դպրոցն ավարտելուց հետո համակարգը տեսանելի է դարձնելու։ Երեխան շարունակել է կրթությունը ավագ դպրոցում թե քոլեջում։ Եթե սեպտեմբերին երեխան որևէ ուսումնական հաստատությունում գրանցված չլինի, կհամարվի կրթությունից դուրս մնացած եւ նրա հետ կկազմակերպվի համապատասխան աշխատանք։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ վերջին տարիներին քոլեջների նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ աղբյուր ճամբարում տեղի ունեցած միջադեպին։ Տեղում իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշ շեղումներ արկա էին տեխնիկական առաջադրանքում գնման գործընթացում արկա տեխնիկական առաջադրանքում ներկայացված պահանջներից եւ հետեւաբար որոշում կայացրեց երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ, նույն օրվա ընթացքում երեխաները տեղափոխվել են այլ ճամբարներ, ներկայումս ծառայողական քննություն է գնում թե նախարարությունում եւ թե կառավարության աշխատակազմի կողմից է կազմակերպվել ծառայողական քննություն, ուսումնասիրությունները կատարվելուց հետո տվյալները ավելի հստակ պարզ կլինեն արդեն։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից հիշեցնում են նաև, որ առաջիկայում էլեկտրոնային եղանակով կիրականացվի ավագ դպրոցների ընդունելությունը։ Գերատեսչությունից ծնողներին հորդորում են նախապես գրանցվել, որպեսզի հայտագրման օրերին ավելորդ լարվածություն եւ տեխնիկական դժվարություններ չառաջանան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ևս 19 համարվում են անհետ կորած։ Նախնական տվյալներով զոհերից 4-ը բրիտանացի են։ Հարյուրավոր մարդիկ փորձում են տեղայնացնել հրդեհը, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով եւ տարածվել է շրջակա անտառապատ տարածքում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով հրդեհը նաեւ հանգեցրել է ճանապարհների փակման, 1000 բնակիչ տարհանվել է։ Երկարատև շոկ այս ամռան անտառային հրդեհները առաջացրել ամբողջ հարավային Եվրոպայում։ Հարյուրավոր հրշեջներ պայքարում են խոշոր միջադեպերի դեմ Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում, հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։ Իրանը դիտարկում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձի ծրագիր, հայտնել է The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի Իսրայելը Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնք արտահայտում են տեղեկության իսկությունը։ Բարբերականը հիշեցնում է, որ Իրանը տարիներ շարունակ բացահայտ հայտարարել է վրեժ լուծելու մտադրության մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ The Wall Street Journal-ը
մատնանշել է, որ Իրանի Մաշհադ քաղաքում գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ մարդիկ հավաքել էին փողոցներում կրելով Իրանի ազգային դրոշներ եւ մահացածների լուսանկարներ, նաեւ մենք կսպանենք Թրամփին գրությամբ պաստառներ։ CNN-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփը Անկարայից վերադարձել է ոչ նոր ինքնաթիռով անվտանգության նկատառումներից ելնելով։ ՆԱՏՕ-ն ընդլայնում է Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ռազմաօդային ուժերի լիազորությունները։ Կորսանիչների օդաչուները կստանան օդային տարածքը խախտող եւ անվտանգությանը սպառնացող օբյեկտները, անօդաչու թռչող սարքերը ու ռազմական ինքնաթիռները խոցելու իրավունք։ Դրա համար նրանց այլևս անհրաժեշտ չի լինի քաղաքական մակարդակով թույլտվություն ստանալ, իսկ Էստոնիայի արտգործնախարարը հայտնել է, որ Էստոնիայի MRI ավիաբազան այժմ կդառնա ՆԱՏՕ-ի պաշտոնական օպերատիվ բազա։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին դեսաշարով ծանոթացեք։ Չինաստանում կոշիկի գործարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Չինուհագործակալության փոխանցմամբ դեպքի հանգամանքներն ու հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հանձնարարել է իրականացնել դեպքի հանգամանքների մանրակրկիտ քննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ֆիլիպիներում ջայթքել է Կանլաոն հրաբուխը, որի մոխրիսյունը բարձրացել է շուրջ 4.5 կիլոմետր։ Իշխանությունները հայտարարել են վտանգի երկրորդ մակարդակ եւ պատրաստվում են տարհանել մոտ 50,000 բնակչի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ռազմական առավելությունն առայժմ բալիստիկ հրթիռներն են։ Նրա խոսքով Ուկրաինան մարտադաշտում դարձել է ավելի ուժեղ եւ այդ արդյունքները տեսանելի են։ Նա նաեւ հավելել է, որ առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներից կստանան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հակաբալիստիկ հրթիռների նոր խմբականակ։ Նրա խոսքով համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Զելենսկին նաև նշել է, որ եվրոպական մի շարք երկրներից եւս Ուկրաինան կստանա Պատրիոտ համակարգերի համար նախատեսված լրացուցիչ հրթիռներ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի հավատում Արևմուտքի Ուկրաինայի հարցը բանակցային ճանապարհով կարգավորելու պատրաստակամությանը։ Նրա խոսքով Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն իրականում սկսել է Ռուսաստանին վերջնագրեր ներկայացնել։ Մալիի հյուսիսում հարձակման թիրախ է դարձել ռազմական շարասյունը, որով տեղափոխվում էին մալացի զինվորականներ եւ ռուսական աֆրիկյան կորպուսի մարտիկներ։ Ռոյթերսի աղբյուրների տվյալներով հարձակման թիրախ են դարձել ավելի քան 200 ռուս մարտիկ եւ շուրջ 100 մալացի զինծառայող։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է տուարեգների գլխավորած Ազավադի ազատագրական ճակատի ներկայացուցիչը։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն հաղորդվել։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարավային եւ արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո թիրախավորվել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Միաժամանակ Իրանի հարավում, այդ թվում Բուշերում եւ Բանդար Աբասում մի քանի պայթյուն է գրանցվել, սակայն ամերիկացի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը վերջին ժամերին իրանական թիրախների չեն հարվածել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ երկիրը պատրաստվում է նոր մարտահրավերների։ Նրա խոսքով Իսրայելը պետք է պահպանի ռազմական գերազանցությունը, հատկապես օդային ուժերի ոլորտում, որպեսզի կարողանա դիմակայել ցանկացած սպառնալիքի։ Նեթանյահուն նաեւ հայտնել է, որ որոշել է առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանության բյուջեն ավելացնել 350 միլիարդ շեկելով, շուրջ 110 միլիարդ դոլար։ Այդ միջոցների զգալի մասը կուղղվեն ռազմաօդային ուժերի զարգացմանը եւ հայրենական բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությանը, արտաքին գնումներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։